Ում շատ ներվեց, նա շատ է սիրում, ում քիչ ներվեց, քիչ է սիրում։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս այս խոսքերն ասելով շատ խորը իմաստ է դրա մեջ դնում։ Ում է շատ ներվում, ով իրեն շատ մեղավոր է համարում։ Օրինակ, Մարիամ Եգիպտացին իրապես ծանր մեղավոր էր և անապատում ապրեց սրտի զղջումով, արտասուքով և իրան իրապես շատ ներվեց և շատ էլ սիրեց Քրիստոսին, որտև երբ աղոթք էր անում Մարիամ Եգիպտացին, ոտքերը կտրվում էին գետնից, օդի մեջ էր, ինքը չէր էլ իմանում, որ օդի մեջ է հայտնվել, ինչպես իրեն տեսավ Զոսիմոս ծերը, տեսավ մեկը օդի մեջ կանգնած աղոթում, բայց երբ որ տեսավ, անմիջապես իջավ գետին Մարիամ Եգիպտացին։ Սուրբ Գրիգոր Նարեկացին մանկությունից անապատում է ապրել, աղոթել է, ճգնությամբ է ապրել և շատ է սիրում Քրիստոսին։ Իրեն շատ ներվեց, բայց այնքան մեղավոր չէ, ինչպես Մարիամ Եգիպտացին։ Մեր տեսանկյունն եմ ես ասում, բայց սուրբերը այդպես չեն մտածում։ Իրենք չեն մտածում, որ իրենք մեղավոր են կամ արդար։ Իրենք մտածում են ամբողջ աշխարհի մեղքերի մասին։ Սուրբ Գրիգոր Նարեկացին ինչ է ասում, ով Ադամի մեղքը իրեն չի համարում և իր հայրերի գործած մեղքերի համար հանձն չի առնում ապաշխարել, չի կարողանալ արդարանալ Աստծու առջև։ Այսինքն Քրիստոսին մենք պետք է նմանվենք։ Քրիստոսը ինչ արեց։ Իր մեղքերի համար չէ, այլ մարդկության մեղքերի համար խաչվեց, չարչարվեց։ Ճիշտ այդպես էլ մենք պետք է գիտակցենք, որ ապաշխարությունը միայն անհատական խորհուրդ չի, այլ համընդհանուր խորհուրդ է։ Տեսեք, մենք եկեղեցին համարվում է Քրիստոսի մարմինը։ Մարմինը մեկ ամբողջություն է և փոխկապակված են մարմնի բոլոր անդամները։ Եթե բերանն ընկնում է ագահության մեջ, շատ է սկսում ուտել և անկանոն և վատ է ուտում, տուժում առաջնահերթ ստամոքսը, մարմինը գիրանում է և բոլոր մարմնի անդամները տուժում են։ Եվ հիմա, երբ ուզում է մարդը առողջանալ, սաստ է դնում ոչ միայն բերանի վրա, այլ ամբողջ մարմինն է բերանի սխալի պատճառով ապաշխարում։ Ոտքերը սկսում են վազել, աշխատել, չարչարվել, բերանին սանձ են դնում, ասում են դու կերել ես հերիք, այլ չպետք է ուտես, ծոմ պետք է պահես։ Մարմնի բոլոր անդամները մասնակցում են մարմնի միած սխալի շտկմանը։ Ճիշտ այդպես է, եկեղեցին մեկ ամբողջություն է։ Ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, միտքը հայրապետն է, աչքերը եպիսկոպոսներն են, ականջները հավատացյալներն են, բերանը վարդապետներն են, ձեռքերը քահանաներ են, ոտքերը աղոթող ապաշխարող ճգնավորներն են և այս մարմնի բոլոր անդամները պիտի առողջ լինեն, գործունյա լինեն, ժրաջան լինեն, որպեսզի մարմինը առողջ լինի։ Ճիշտ այդպես էլ սուրբերը իրենք ապաշխարում էին։ Ինչու են ապաշխարում, ամբողջ կյանքն են ապրում։ Իրենք զղջում են, արտասվում են, ապաշխարում են։ Ինչու՞։ Որպեսզի մարմինը կենդանացնեն, որպեսզի Քրիստոսի եկեղեցին առողջ լինի, առույգ լինի։ Իրենք տարբերություն չէին դնում իրենց և ուրիշների մեղքերի մեջ։ Իրենք ապաշխարում են համընդհանուր մեղքի համար, ինչպես Քրիստոս խաչվեց բոլոր մարդկանց մեղքերի համար։ Ճիշտ այդպես էլ սուրբերը իրենք չէին ասում ես մեղավոր եմ, արդար եմ, իրենք միշտ ածում են։ Իրենք միշտ աղոթում են բոլորի կատարածների համար և Քրիստոսի խոսքն էր կատարվում։ Ում շատ ներվեց, նա շատ է սիրում։ Միգուցե սուրբի աղոթքով ներվում էին շատ շատերի մեղքերը, որտև իրենք սուրբ էին,
իրենք ներման շուտվանից էին ներում գտել Աստծոց։ Տեսեք, ում շատ ներվեց, նա շատ է սիրում, ում աղոթքով շատ մարդկանց մեղքեր ներվեցին, նրա սերը ավելի ավելացավ։ Հիմա Սուրբ Գրիգոր Նարեկացին աղոթում էր Ադամի եւ բոլոր նախահայրերի գործած մեղքերի ներման համար, եւ ինչքան որ իր աղոթքով մարդիկ ներվում էին ստանում, այնքան Նարեկացու սերը ավելանում է։ Եվ որքան որ մատյան ողբերգություն են կարդում այսօր մարդիկ, եւ որքան որ արտասուքներ, աղոթքներ են հնչում մարդկանց սրտից, մտքից, աչքերից, այնքան Նարեկացու սերը անգամ երկնքում, հավիտենական կյանքում ավելանում է։ Ում շատ ներվեց, նա էլ շատ է սիրում։ Ում աղոթքով շատերը ներում ստացան, իր սերը եւ մարդկային սերը, համընդհանուր սերը ավելանում է։ Քրիստոնեության մեջ անհատական ոչինչ չկա, ամեն ինչ համընդհանուրն է։ Սերն էլ է համընդհանուր, ներումն էլ է համընդհանուր, փառքն էլ է համընդհանուր։ Երկնքի արքայության մեջ որևէ մեկը միայնակ չի կարող փառավորվել։ Բոլորը միասին պետք է փառք վայելեն Քրիստոսի գլխավորությամբ, Քրիստոսի եկեղեցին փառքով պետք է պսակվի։ Այդպես էլ սերը, համաներումը համընդհանուր է։ Ուրեմն թող համաներում լինի, բոլոր քրիստոնյաները թող Նարեկացու աղոթքներով, անապատական սուրբ հայրերի, վարդապետների, հայրապետների, ճգնավորների, կուսերի, բոլորի աղոթքով թող համաներում ստանան, որպեսզի սերն